Հարկ Տիրոջը այսօր ուզում եմ միասին խոսենք մի թեմայի շուրջը, որը անվանել եմ տունը, որը չփլվեց։ Կարծում եմ արդեն շատերի համար պարզ է դառնում միտքը, թե ինչին է վերաբերվում խոսքը։ Եթե կա տունը, որը չփլվեց, նաև կար մի տուն, որը փլվեց։ Այս առակը գրված է Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 24-ից 27 խոսքերում, կարդամ այն։ Ուստի ով որ այս իմ խոսքերը լսում է եւ կատարում, նա նման է մի իմաստուն մարդու, ով իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրև եկավ, եւ գետերը լցվեցին, եւ հողմերը փչեցին ու հարվածեցին այդ տանը, բայց չընկավ, որովհետեւ կառուցված էր ժայռի վրա։ Իսկ ով որ այս իմ խոսքերը լսում է եւ չի կատարում, նա նման է մի հիմարի, ով իր տունը շինեց ավազի վրա։ Եվ անձրև եկավ, եւ գետերը լցվեցին, հողմերը փչեցին եւ հարվածեցին այդ տանը, եւ այն ընկավ, եւ նրա կործանումը մեծ էր։ Այստեղ խոսում է երկու տան մասին, որից մեկը փլվեց, մյուսը ոչ։ Ինչու՞։ Ինչու փլվեց մեկի տունը։ Որովհետև ինչ-որ մի բան կար խանգարող։ Այստեղ գրված է, որ ջրերը բարձրացան, հողմերը փչեցին, անձրև եկավ։ Եվ տունը փլվեց։ Անձրևը մեղավոր էր, որ տունը փլվեց։ Բայց անձրև որ չլներ, չէր փլվի։ Եվ այո, եւ ոչ։ Հարց առաջանում, բայց այն մյուսի տունը ինչի՞ չփլվեց։ Նույն անձրևը, որ եկավ։ Այսինքն, բացի այն, որ անձրևը պատճառ էր, կառուցողի մասին չէր մտածում, որ այդ կառուցողն էր տունը վատ պատրաստել, որ անձրևից անգամ այդ տունը փլվեց։ Քաշնազարի տանման, որ մտ փրշտոցից փլվում է, ասում է, այդ ինչ տուններ որ։ Հողմերը փչեցին, ուժեղ քամիներ փչեցին, այդ տունը փլվեց։ Քամին մեղավոր էր, որ տունը փլվեց։ Եվ այո, եւ ոչ։ Քամին պատճառ եղավ, ոչ թե մեղավոր։ Իսկ այն մյուսի տունը ինչի՞ չփլվեց։ Ուրեմն այդ երկու տների մեջ կային կառույցի տարբերություններ։ Միտեղ ջրերը բարձրացան։ Այս վերջերս Մեխիկոյում ջրեր է, հա, հիմա։ Չեք պատկերացնում, թե ինչ ջրեր է, ասում եմ, լա, որ մի օր օվկիանոսը կա լցվի այդ երկրի վրա, դու ինչ պետք է անեք։ Այսինքն փոխանակ պատճառը բժշկվի։ Մտածում են մեղադրեն քամուն կամ մեղադրեն անձրևներին ու ջրերին։ Որն էր տարբերությունը։ Տերն ասում էր, նա ով իմ խոսքերս լսում է ու կատարում, նման է մի իմաստուն մարդու, նա ով իմ խոսքերը լսում է ու չի կատարում, նման է հիմար մարդու։ Երկուսն էլ լսեցին Աստծո խոսքը, մեկը կատարեց, մեկը չկատարեց։ Այսօր քրիստոնյաների մեջ երկու մեծ ուղղություններ անջատվում իրարից։ Ոմանք շեշտը դնում են Աստծո խոսքը լսելու եւ հնազանդվելու կատարելու մեջ, ոմանք ասում են դավանի անցի առաջ մեղքը մեղք չէ, ոչ մի խնդիր չկա, որևէ խնդրեմ չունենք, մենք երկինքի թակավորությունը բացա, փրկությունները ասես մեր գրպաններում նախ տրված է, մեր լատարին շահել է վերջ։ Բայց Տերն ասեց. հիմար քո տունը կփլվի հենց առաջին իսկ փորձությունների ժամանակ։ Ինչի վրա մեր ուշադրությունը մենք դարձնենք։ Տերը մի առակել պատմեց, ասաց, որ մի մարդ երկու որդի ուներ, մեկին ասաց գնա այս բանն արա, ասաց կգնամ հայր, բայց չգնաց։ Այն մյուսին էլ ասաց չեմ գնա, բայց հետո փոշմանեց, զղջաց, ասաց չէ, ես սխալ արեցի, իմ հերս էր ասողը, գնաց ու արեց։ Երկուսից ով կատարեց որ կամքը։ Նա ով թեկուզ չէր ասել, բայց հետո փոշմանեց, գնաց կատարեց։ Երկուսն էլ լսեցին հոր պատվերը, բայց մեկը կատարեց, մեկը չկատարեց։ Տարբերությունները սրա մեջ է։ Ուրեմն ով որ լսում է Աստծո խոսքը եւ հնազանդվում է Աստծո խոսքին, նա իմաստուն մարդ է եւ իր տունը կառուցեց ժայռի վրա։ Ժայռը Քրիստոսն է։ Պարզը։ Շատերն ասում են մենք սիրում ենք Տիրոջը։ Ովքեր են սիրում Տիրոջը ստեղ։ Տերն ասաց.
Ինձ սիրողները նրանք են, ովքեր իմ խոսքը լսում են եւ կատարում։ Եթե դու Քրիստոսի խոսքը չես կատարում, դու չես սիրում իրան։ Դու խաբում ես քեզ էլ, ուզում ես խաբես նաեւ շրջապատին էլ տիրոջտել։ Ուրեմն ովքեր սիրում են, չեն կարող նրա խոսքը չկատարել։ Դու ոնց կարող ես մեկին սիրել ու իր ասածը ոչ մի բանի տեղ չդնել։ Ասես, բայց շատ եմ սիրում։ Իմ հորս մորը շատ եմ սիրում, բայց այդ քուտիկի տեղ էլ չեք դնում։ Այդ ինչ սեր էր։ Պարզ է։ Ուրեմն ես միտեղ բան կարդացի, ինչ որ մի հոդված էին գրել, խորհուրդ էին տալիս արհեստական բանականությունը ջնջեք անմիջապես, վերացրեք դրա չարիքա ինչ։ Հիմա ես բացատրեմ ինչու՞ մա սխալ է եւ ինչու՞ մա ճիշտ է։ Ուզում եմ բացատրեմ մի քիչ մանրամասը, որ դուք ուղղակի իմանաք ինչա դա։ Արհեստական բանականությունը խելք չունի։ Ինքը որոշում չունի, ինքը հասկացողություն չունի, ինքը ունի ինֆորմացիաներ։ Դա կառուցված է մեծ բազայի վրա, շատ մեծ բազայի վրա է կառուցված։ Ամեն ինչ կա դրա մեջ։ Եվ ամեն մեկը ինչ հարցով որ դիմում է, ըստ դրա է քեզ պատասխանում։ Եթե փորձեք քրիստոնեական որևէ հարցեր դնեք, տեղեր հարցնեք Աստվածաշնչից, վերլուծություններ, համեմատություններ, այնքան գեղեցիկ բաներ կբերի, այնքան գեղեցիկ համեմատություններ կանի, կասես այս հավատացյալի հետ եմ խոսում։ Բայց փորձեք մի րոպե հետո իսլամից հարց տվեք, նա իսլամը ներկայացնի այնքան բարձր մակարդակի վրա, ինչպես մի քիչ առաջ քրիստոնեությունն էր բարձրացնում։ Հմետի իսլամիստ էր, թե քրիստոնյա։ Ոչ իսլամիստ էր, ոչ էլ քրիստոնյա։ Նա, երբ որ տվեցիր իսլամի վերաբերվող հարց, նա մտածում է իմ դիմաց նստած է մուսուլման մեկը, նա չի անարգում քո հավատքը, ոչ մի վատ բան չի ասի, ոչ քրիստոնեության, ոչ էլ իսլամի վերաբերյալ, կսկսի քեզ տալ ինֆորմացիաներ ըստ իսլամի, ըստ Ղուրանի։ Հասկանում եք։ Եվ որ դու իսլամից ես հարցնում եք, քեզ իսլամից է պատասխանում, չես ասում ջնջենք ես, քանի որ ավետարանից չասած։ Դու այդ հարցրեցիր։ Դու այդ էիր ուզում իրենից այդ տվեց։ Եթե բուդդիզմից հարցնեք, մի քիչ հետո տեսեք, ոնց որ մի հատ գուրուի հետ խոսեք, այն մոլլերանտ մի հատ բանի, հինդուիզմի մասնագետի, ուսուցչի։ Եթե դուք հուդայիզմից հարցնեք, գիտեք մի հատ մոլլի հրյայի հետ ես խոսում։ Եթե դուք փորձեք քիմիայից հարցնակ, այնց բաներ կբերի, այնց բանաձևեր, վալենտականություն, ինչ ուզեք, այնց քիմիկոս չի լինի, որ կարողանա նրա հետ խոսի։ Կմտածեք քիմիկոսի հետ եմ խոսում։ Դու քիմիայից հարց տվեցիր, ինքը դրանով պատասխանեց։ Ըլմա մեկ Սուրեն ասում է մի հատ բան կար, ռադիոտեխնիկային վերաբերող մի բան, չգիտե ինչ էր, ասում է արսեցի, բերես վրա, ամեն ինչով ասեց, ինչը որը ոնց է։ Կամերաները չի աշխատում, ինչ դա պատճառը, ինչ թերությունները վերացնեց։ Հիմա ինքը ռադիոտեխնիկ էր, ոչ, դու այդ հարցեցիր, ինքը իր բազայից այդ վերցրեց, բերեց քեզ ցույց տալու։ Ուրեմն մտնում են այդ կայքերը, հարց են տալիս սատանիզմից, դիվային բաներից։ Ինքը մտածում է սատանիստի հետ եմ խոսում։ Սատանիզմի վերաբերող ինչ ինֆորմացիաներ որ կա սատանիստների կողմից եղած, բոլորը ամենաբարձր մակարդակի այդտեղ իր մոտ կա բազայավորված։ Ինքը քեզ կբերի այդտեղ, որ ասես ճիշտ է, հիմա գնամ ինքնասպանություն անեմ, կասի հա, բա իհարկե ճիշտ է, գնա արա ինքնասպանություն, որտեղ չի ասում, ըստ ճշմարտության, ասում ըստ այդ ուսմունքի։ Եթե էլ դու քեզ կախում ես, ինքը ինչ մեղավոր էր, որ դու գնացիր կախաղանել ար, դու ինչի մտար այնտեղ, քիթդ ինչի մտցրեցիր այդ բաժնի մեջ։ Այստեղ ոչ թե արհեստական բանականությունն է պատճառը, որ պետք է դա վերացնել, ջնջել։ Տերն ասած, գայթակղությունները կգան աշխարհում, բայց վայնրանում ձեռքով կգան։ Այսինքն դու աշխատի խուսափել այն տեղեր քիթդ մտցնելուց, որից քեզ միայն վնաս կգա։ Հիմա մեկը գնում մտնում է սուպերմարկետ, մտել եք չէ սուպերմարկետ, ինչ ասես կա, տարբեր բաժիններ, մսեղեն, երշիկեղեն, հրշակեղեն, մտեք այնտեղ հյութեր, ինչ ասես, բաժինել կա լրիվ խմիչքներ ալկոհոլային։ Էդում ալկոհոլային բաժինը մտնում է, ողի առնում խմում է, լա պիանում, եթում ավարի հատալիս մերնում է։ Ասում է փակել սուպերմարկետը։ Սուպերմարկետը որ չլեր, այդ մարդը չէր խմի։ Այո, եւ ոչ, որ սուպերմարկետը չլներ, այդ արաղած չէր առնի, բայց մի ուրիշ տեղից կառներ։ Ոչ մի տեղ չէր, ոչ մի տեղից չէր առնի։ Բայց այդ սուպերմարկետը մենակ արաղ չկար։ Այնտեղ կար նաեւ իմ թվարկած շատ բաներ։
Մեկը մտնում է կանաչ եղեն առնում, սիրուն դել մատուրս, մեկը մտնում է երշիկ եղեն առնում, մեկը մտնում է օղի առնում։ Հիմա սուպերմարկետներ մեղավոր թե այդ ընտրողը։ Ընտրողը։ Դու դա ընտրեցիր։ Հասկանալ, հիմա մենք այս կյանքում միշտ ընտրությունների առաջ ենք։ Դուք ինչ-որ մի բան ընտրում եք։ Ակամ թե որ եկեղեցի հաճախեք, դա էլ եք դուք ընտրում։ Դու ընտրում ես, որտեղ որ ընտրեցիր, գնացիր, ըստ այդ տեղի դուք սկսես սնվել եւ աճել։ Կամ լավ, կամ վատ առումով։ Եթե դուք առաջ անգամ հանդիպեիք Եհովայի վկայի ու իրենցից Աստծո խոսքը լսեիք, իրենց պես պետք է մտածեիք եւ այսօր կդառնայիք նրանց ամենալավագույն աշակերտներից մեկը։ Ինչու՞, որովհետեւ դու այդ բազայից վերցրեցիր, սնվեցիր, հավատացիր, դրանով էլ զգեստավորվեցիր։ Այսինքն այստեղ խնդիրը նրանում է, մենք որքան ենք ճշմարտության մոտ, դրա համար ասում ենք, չկա մեկ այլ ճշմարտություն, այս ճշմարտությունից զատ։ Ամեն բան սրանով ստուգեք եւ սրանով շարժվեք։ Հետ դու Աստծո խոսքը ոչ մի բանի տեղ չես դնում, ասում ես փորձության մեջ ընկա, դու ավելի վատ բաների մեջ կընկնես, որտեղ Աստծո խոսքը քեզ իմաստուն պետք է դարձներ։ Իսկ դու չուզեցիր այդ իմաստությամբ լսվել։ Ես վերջերս մեկ-մեկին վրա հարցակվում են էլի սոցիալական ցանցերում։ Հիմա սոցիալական ցանցերը լավ բանա թե վատ։ Ասենք Facebook-ը լավ բանա թե վատ։ Համ լավ է, համ վատ է։ Վատը որ ինչ կեղտուտ բան ասես կարաս գրես այդտեղ։ Բայց լավ է, որ ինչ կա լավ բանել ուզես կարաս գրես։ Մեր երգչախմբի երգերն ահա, մեր եկեղեցու պատգամներն ահա, շատ բաներ, հենց YouTube-ով ու բաներով հեռարձակում է հազարներով, տասնյակ հազարներով մարդիկ լսում են, շինություն են առնում, օրհնվում են։ Դու կարող ես քո քրիստոնեությունը տարածել այդ սոցիալական ցանցի միջոցով։ Սա ունի իր լավ կողմը։ Իմ հետեղ էլ պորնոգրաֆիա է։ Քիթը մտցնում է դրա մեջ, հետո ասում են, շլության մեղքի մեջ։ Բայց այդ ինչի մեջ պետք է իր արդարության մեղքի մեջ պետք է իր թե պարկեշտության։ Ոչ թե պետք է YouTube-ը փակել, քեզ է պետք փակել։ Տանել կսեմ այդտեղ դուր փակել վրեդ, այդ չթողեն դուրս գաս այդտեղից, ոչ էլ քեզ մի հատ հեռախոս կամ բան տան։ Այսինքն այստեղ խնդիրը նրանում է մենք ինչպես ենք օգտվում դրանից։ Հիմա դե մեկը գրել էր հայկն էլ ուղարկեց ինձ այդ հեղումը։ Ասում է դե մի Աստված մեզ սիրող հայր է թե դատավոր։ Մեկն ասում է սիրող հայր է, մեկը էլ ասում է դատավոր է։ Դե բաց հետրա եղբայրներ կարծես տվել են չեն խնայե, մենակ դատերից ու դժողքից ու դատած բաներից է խոսում։ Հիմի սիրող հայր է թե չէ։ Իրար հետ գնացիք քննարկեք, մի բան ասեք, մենք մի բան հասկանանք։ Հիմա մտածում ասում եմ, հիմա այս մարդուն ես ինչ կպատասխանեի։ Ասում եմ, ես գիտեմ Աստված սիրող հայրը իմաստունների համար, բայց հիմարների համար ահեղ դատավոր։ Ուզում ես որպես քո հայր իմաստուն եղիր, ով էր իմաստունը, ով լսում էր Աստծո խոսքը եւ հնազանդվում էր այդ խոսքին։ Այո, նա քեզ սիրող հայր է, իր բոլոր խոստումները քո համար իրական են։ Եվ որ դու հիմար կույս ես, Աստված քո համար ոչինչ չունի, բացի մի օր ես չեմ ասի ականջից կբռնի դուրս կանի, բայց դուրը չի բացի քո առաջ։ Ու կասի ես քեզ չեմ ճանաչում։ Չեմ ճանաչում քեզ ընդհանրապես։ Հետեր մրգաշատի եկեղեցում նստած է միշտ ինչ վերջեն լավ ամենավերջի կլաս տեղը նստած է Տերը կազի ես քեզ այնտեղ չեմ տեսել հայ ես եղել եմ Տերը ոնց չի տեսել այո դու այստեղ եղել ես Տերը համ տեսել է քեզ համ էլ չի տեսել քեզ որտեղ դու այստեղ էիր բայց այստեղ չէիր դու եկել ես իրավակույտի բայց նստած չէիր նստած է իրավակույտի բայց չէիր լսում էր բանի տեղ չէիր դնում ելնում դուրսը դրան հակառակ էիր քարոզում ուրիշներին Մի տեսակ տարբերությունը որն է լինում։ Հենց այսպես։ Մի տունը մնաց կանգուն, մյուսը փլվեց։ Ուրեմն պատճառը տարբերությունը այստեղ թե ինչի վրա է կառուցել քո տունը։ Եթե դու Աստծո խոսքի հիման վրա ես կառուցել քո տունը, դու իմաստուն մարդ ես։ Հիմա եթե մենք տուն ենք շինում, տուն կառուցելու համար այդ տան հիմքը կարևոր է թե ոչ։ Կարևոր է թե շատ կարևոր է։ Շատ կարևոր է, ճիշտ եք ասում։ Այդ հիմքը գցելու համար աշխատանք են կատարում։ Հիմա մեկը պրոստո սովորական մարդատուն ասարկի, ասում են հիմքը ինչ խորությամբ փորեն, ասում է, դե մե 30 սանտիմ փորես երիք է։ Մի հատ ինժեների հարցում են, ասում է, մի մետր 20 սանտիմ պետք է փորես։
Մեկն ասում է դե կարևոր չէ այնտեղ ցեմենտ շատ մի խառնի ափսոսա, այն ասում է ոչ մի ցեմենտ դիտակը արմատուրա էլ գցես։ Հիմա այն մեկը ասում է դժվար ու թանկ։ Այն մեկն է շատ հեշտ բան ասում։ Դու որին պետք է լսես։ Հեշտին ու էժանին ճիշտ չէ։ Բա որ փող չունես, պստիկ սարքի, բայց ճիշտ սարքի։ Հասկանալի է։ Որ խոսում էր նոր ամուր հիմքի մասին, որովհետև հետո քո ամբողջ տունը իր ամեն ինչով նստելու է այդ հիմքի վրա։ Այդ հիմքը պետք է կրի քո ամբողջ տան ծանրությունը, պատերի ծանրությունը, քո առաստաղի ծանրությունը, քո կտորի ծանրությունը, հետո պոլկանես այնտեղ քո պոլիու դրա վրա դրած քո բեբել այդ կահույքի ծանրությունը, քեզ էլ հետը գումարած, քո մահճականները գումարած, ինչ որ կամ մեջ գումարած, ի վերջո դա գալիս նստում է այդ հիմքի վրա։ Հիմքը պետք է ամուր լինի։ Օրինակ գիտեք, որ մեր ամբողջ ծանրությունը նստած է մեր ոտի թաթերի վրա։ Խեղճ ոտի թաթ։ Ինչ կա, պետք է կրի։ Եթե դու, ես ասեմ, ինձ էլ եմ ասում, էլի մենակ ձեզ չէ։ Դու լավ է, որ դու լինես 70 կիլո, ասենք այդպես է, քո բոյն ու չափը համապատասխանում է, որ 70 կիլոգրամը քո նորմալ քաշը լավ է, բայց դու 90 կիլո ես։ Դու մտածում ես, թե ոչինչ, մի 90, այստեղ մեր երևի մեծ ամասնությունս մեր պահանջվելի քաշից ավել ենք։ Ես իմ վրա հաշվեցի, տեսա ես 20 կիլո ավել եմ իմ նորմալ քաշից։ 20 կիլոն Այն 20 կիլոնոց ջրերից ով է էջ վերսել որ տնես ապարատի վրա։ Ուսից վերսում ես մոտ ծանր չես մարդկա ծորա տնում են բանել ջարդում է։ Ծանր է։ Դու պատկերացա այդպեսի մի հատ շիշ 20 կիլոնոց կապել ես փորիդ ու այդ ման ես տալիս։ Դրա հետ քնում ես, դրա հետ հելնում ես, դրա հետ դժվար չի այդ ոտերի վրա։ Խեղճ ոտեր։ Այդ 20 կիլոն թափեք։ Թեթևանակ, ամ լավ կշնչեք, ամ թեթև քայլեք, ամեն ինչ լավ կլինի, ձեր ոտերն էլ կորնեն ձեզ, կասեն վերջապես մի քիչ թեթև քայլեցինք։ Կներեք էլի, որ կինը որ հղի է, իր որովայնում երեխեն գումարած, պատղաջերերը գումարած, ընկերները մի 10 կիլոն չի գերազանցի։ Դու երկու հատ հղի կնոջ բեր առած ման ես գալիս, լեչ ասեն մարդիկ կան 100 անցել են, 120, 140, 160 կիլոնոց մարդիկ կան։ 400 կիլոնոց մարդ եմ տեսել ինտերնետում։ Ես քանտեղ բռնել էր։ Հիմա դրա խեղճ ոտերը չի կարում կանգնի տեղը, պարկած են կերցնում։ Ինչ անի։ Հիմա լավ, ինչու ես կան մադրացրեցի։ Ուրեմն հիմքը շատ կարևոր է, որովհետև ամբողջ բեռը մնացած այդ հիմքի վրա է։ Մեր հոգևոր տունն էլ չէ, կառույց ունի։ Հոգևոր տան կառույցը ունի հիմք, եւ այդ հիմքը հավատքն է։ Հավատքը մեր հոգևոր կյանքի հիմքն է։ Եթե չունեցար ճիշտ հավատք, նշանակում է քո կառույցը փլվելու ենթակա է։ Հավատք ունենալը չէ կարևորը, ճիշտ հավատք ունենալն է կարևորը։ Դու կարող ես ունենալ ավանդությունների վրա կառուցված հավատք, մեկը ինչ որ տարբեր հարանվանությունների ուսուցումների վրա կառուցված հավատք, որովհետև դու կարող հիմա 100 տեսակի եկեղեցի մտնեք, 100 տարբեր բաներ ձեզ սովորացնեն։ Հəbի որի մոտ ասածնա ճիշտ։ Ով այս գրքով հաստատում է այդ ասածը։ Թող իրան ասեն օրենքի վարդապետ, թող ասեն օրենքի տաղայած մարդ, թող ասեն 50-ական, թող ասեն պահպանողական, ինչ ուզում է թող ասեն, բայց ինքը հենվեց սրա վրա։ Իսկ դու ինչի վրա հենվեցիր։ Ինչ են ասում կողքի եկեղեցիները։ Եթե դու չունես Աստծո խոստումների վրա հենված հավատք, քո հավատքը դառնում է ինքնախապեյություն։ Կարծես ունես, բայց իրականում վաղ կանգնես Աստծո ռենտգենի առաջ կամ փորձությունների առաջ ու կտեսնես, որ դու այն չունես։ Ահա։ Ուրեմն լավ սկսելը մեր հոգևոր կյանքի շատ կարևոր է, որ հիմքն է, բայց նաև պետք է լավ վերջացնել։ Չէ՞։ Ճիշտ սկսելը կարևոր է, բայց ճիշտ վերջացնելը ոչ պակաս կարևոր, որովհետև դու կարող ես ճիշտ սկսել, բայց ճիշտ չվերջացնել։ Մի քիչ առաջ եղբոր հետ մի բան էինք խոսում, մեկի մասին, որ ասել, հետո մի հատ այսպես պատճառով հավատը կորցրեց։ Ճիշտ էր սկսել, բայց անկարծ մարդը
մի տեղից սկսես ճիշտ չվերջացնել, որովհետև այն ինչ որ քեզ ոչ պետք է ասեիր ինքդ, թույլ տվեցիր այո ասելու եւ անելու, եւ ընկար փորձությունների մեջ։ Հետո տեսար որ կառույցդ փլվեց։ Ինչու՞։ Գուցե հիմքդ լավ էր, բայց կառույցդ լավ չլինի։ Ես հիմա կարդամ ձեզ համար առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-ից 10 խոսքերը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Դուք հիշում եք, որ Տերը Պետրոսին ասաց Սիմոն Հովնանի որդի, այսուհետև դու Պետրոս պիտի կոչվես, եւ ես իմ եկեղեցին պիտի կառուցեմ ժայռի վրա, եւ դժոխքի դռները պիտի չկարողանան հաղթարել այն։ Պետրոսը հիմքը չէր եկեղեցու։ Պետրոսը ժայռը չէր, Պետրոսը քարն էր։ Պետրոս նշանակում է քար։ Տերն ասաց, դու քար պիտի կոչվես, իսկ իմ եկեղեցին ես պիտի ժայռի վրա կառուցեմ, ու դժոխքի դռները այն պիտի չկարողանան հաղթարել։ Ոչ մի մարդ արարած եկեղեցու հիմք չէ։ Պետրոսից սկսած, վերջացած Պողոսով, մյուսներով ամեն մեկով։ Եկեղեցու հիմքը Աստծո խոսքն է, եկեղեցու հիմքը Քրիստոսն է։ Պարզ է։ Այսինքն Քրիստոսաբովանդակ պետք է լինի մեր ուսմունքը, մեր քարոզները, մեր կյանքը։ Եվ ինչ է գրում Պետրոս առաքյալը, նույն Պետրոսը, որին Տերն ասաց դու պիտի քար կոչվես, տեղա գրված է վեմ կոչվես, բայց այդ վեմի եւ ժայռի տարբերությունները բնագրերում ժայռ նշանակում է Պետրա, քար նշանակում է Պետրոս։ Տերն ասաց, որ ես իմ եկեղեցին Պետրայի վրա պիտի կառուցեմ, իսկ դու կլինես այդ եկեղեցու քարերից մեկը կամ առաջինը։ Դուք էլ կենթանի քարերի պես պիտի շինվեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն։ Պետրոսն թերում ասում է դուք որպես քարեր, մենակ ինքը չի Պետրոս, այստեղ ամեն մեկը նստած Պետրոսներ եք։ Այսինքն դու քար ես, քար։ Տուն պետք է կառուցվի ինչից, քարերից։ Այն տարբերությամբ, որ մենք մեռած քար չենք, մի հատ պրավիլաֆորմա չենք, մենք կենթանի քարեր ենք։ Եվ պիտի կառուցվենք այդ հիմքի վրա, որպես այստեղ ասում է սուրբ քահանայություն։ Այդ կառույցը սկսվում է առաջի հավատացյալից, կվերջանա վերջի հավատացյալով։ Մենք այդ կառույցի վրա շինված, այդ կառույցի վրա ինչ որ մի քար ենք, ինչ որ մի տեղում դրված։ Բայց կառույցի մեջ քարերն են տարբեր լինում։ Ամեն քար ամենտեղ չեն դնում։ Մի վարպետ շինարարները կասեն ճիշտ է, ամեն քար ամենտեղ չի դրվում։ Ամեն քար իր տեղն ունի։ Շարունակեմ, Հիսուս Քրիստոսի ձեռքով ասուն հաճելի հոգևոր պատարակներ մատուցանելու, որովհետև գրքի մեջ էլ կա ահա Սիոնի մեջ ընտիր պատվական անկյունի վեմ կդնեմ, եւ ով որ նրան հավատա բնավ պիտի չամչնա։ Ուստի ձեզ, ուշադիր լսեք, հավատացյալների համար պատվական, բայց անհավատների համար այն քարը, որ շինողներն անարգեցին, դարձավ անկյունի գլուխ, եւ գլորման վեմ գայթակղության քար, անոնց որ չհավատալով խոսքին կգայթակղվեն, որի համար սահմանվածալ էին։ Լսեք, բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսի քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսին, որ մի ժամանակ դու ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, դուք առանց ողորմության էիք, բայց հիմա ողորմություն գտաք։ Հիմա մի հատ անդրադառնամ, որովհետև արագ կարդացի, դուք ասենք չզգացիք ինչի վրա պետք է ավելի ուշադրություն դարձնել։ Ուրեմն սա մեր հոգևոր կառույցն է, կենթանի քարերից շինված, վերջում պետք է դառնա հոգևոր տաճար եւ սուրբ քահանայություն, նպատակը որպեսզի մենք ասում հոգևոր պատարակներ մատուցենք։ Ինչպես որ հին ուխտում վրաններ, որ անապատով տանում էին իրենց հետ, որտեղ մի վայր էր ասու երկրպագության, ասուն զոհեր եւ պատարակներ մատուցելու, այնպես էլ Սողոմոնի տաճարը կամ տաճարը, որ կառուցվեց, տաճարները, որ կառուցվել են, դրանք որպես աղոթքի տուն էին ծառայում, չէ՞ որ Տերն էլ եկավ մտավ տաճար, ասեց, սա իմ օրս աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջի եք վերածել այն։ Եվ մենք որպես հոգևոր տաճար, որ կառուցում ենք, նորից Տերն ասում է, սա իմ աղոթքի տուն պիտի կոչվի, իմ հորս համար։ Իսկ դուք հնարավոր ասի ավազակների որջի եք վերածել այն։ Մենք ամեն մեկս որպես անհատական քար, նաև մեզ էլ է Տերն համարում տաճար, ասում է դուք Սուրբ Հոգու տաճար եք, որովհետև Սուրբ Հոգին ձեր մեջ է բնակում։ Եթե ես Սուրբ Հոգու տաճար եմ, դու Սուրբ Հոգու տաճար ես, այս տաճարում ինչ պետք է կատարվի, որն է նպատակը, որպեսզի այստեղից բարձրանա անշահոտ խնկալկություն առ Աստված,
Դու ստեղծված ես Աստծո փառքի համար, քո նպատակը նրան փառավորելն է։ Այսինքն, եթե ես այս նպատակին չեմ ծառայում, ես դառնում եմ ավազակների որջը։ Դու տաճար ես, բայց վերածվել ես ավազակների որջի։ Ինչու՞, որովհետև քո մեջ փոխանակ լինի Աստծո սրբությունները, որի վրա ես այդ ժամանակ եթե մնաց կանգառնեմ, քո մեջ կա ամբարիշտի նման ինչ ասես աշխարհից։ Դու ամբարիշտից ոչ չես տարբերվում։ Դու Աստծո տաճար ես, դու ավազակների որջ ես դառնում։ Շարունակեմ։ Պաստորեն, եթե այս կարդացած հատվածը ճիշտ սկիզբ չունենա իր կառույցի, չի ունենա նաև ճիշտ վերջ։ Եվ այն որ կարդացի դուք էլ ուրախացաք, դուք բայց ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի քարոզեք նրա առաքինությունները, դուք չեք ունենա սա։ Քեզ համար չի լինի ոչ ընտիր ցեղ կլնես, ոչ թագավորական քահանայություն կլնես, ոչ սուրբ ազգ կլնես, ոչ սեփական ժողովուրդ կլնես։ Ոչ էլ կքարոզես նրա առաքինությունները։ Չես էլ կարողանա դա անել։ Ինչպես որ շատերը չեն կարողանում, որ ձեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսին, որ մի ժամանակ դու ժողովուրդ չէիք, բայց Աստծո ժողովուրդ կոչվեցիք, դու նորից դառնաս մի բան, որ ժողովուրդ չես նաև։ Դուք որ ողորմություն չէիք գտել, ողորմություն գտաք, կկորցնեք դա ձեր ողորմությունը։ Այսինքն, եթե ես ճիշտ չեմ կառուցվում որպես հոգևոր տաճար, Աստված այդ տաճարի մեջ չի բնակվի։ Չի հաճի Աստված, չի ընդունի այդ տաճարը։ Հասկանալի է։ Աստված բծախնդիր է իր տան վերաբերյալ եւ իր զավակների վերաբերյալ։ Հիմա կասեք բարթացնում ես, այո, շատ բարդ է, եւ մենք չենք կարող ինքնուրույն այդ անել, բայց նա ով եկա որպես վարպետ կառուցելու Սուրբ Հոգին մեր մեջ, նա ուզում է ճիշտ տեղում դնել ամեն քար, ամեն ծառայություն, ամեն բան, որպեսզի մենք կարողանանք համապատասխանել մեր կառուցման, համապատասխանել մեր կառուցման նպատակին։ Հիմա վարպետ գործավորը, իմաստը քարտաշներ կան, կամ սխալս կբռնեն, կամ էլ կհաստատեն։ Վարպետ պատշարը ամեն քար չի վերցնում դնի ամեն տեղ։ Եթե այդ ձեր տան դիմացի մասը պետք է բանանի, շարի, ինչ են ասում դրան, այդ ճակատը։ Ճակատի քարերը մանավանդ եթե խասկ շար պետք է անի, սրպատաշ, ինքը քարերը սկսում է ընտրել։ Ընտրում է, որ նույն գույնի լինեն քարերը, որ գույներով չտարբերվեն, թե չէ սիրուն չի նայվի այդ տունը։ Կընտրի, որպեսզի նրանց չափերը հղկելուց հետո կանգնեն նույն ստանդարտի վրա, այսինքն բարձրության մի միլիմետր իրարից չտարբերվեն, որտեղ եթե տարբեր եղավ, գիծը տարբեր կլինի։ Եվ կողքերից էլ մաքուր պետք է տաշի 90 աշճան, որ կան կապնեն նրա, որ մազն արանքով չանցնի։ Դրա համար ընտրում են քարեր։ Ամեն քար չեն վերցնում դնում ամեն տեղ։ Բայց հետևի քարը որ պետք է դնեն երկրորդ շարքի քար որպես, այդքան բծախնդիր ընտրել պետք չէ։ Գտնեն քար որ հարմար է, մոտավորապես դնում են, որովհետև այդ հետևի քարը ոչ հետո դրսից է երևալու, ոչ ներսից է երևալու, բայց ընդհանուր շիմացքի հետ պետք է լինի ամուր շաղկապված։ Այդ չի նշանակում, որ դու երկրորդ շարքի քար ես, կարևոր չէ քո ամուր լինելը, ամբողջ կառույցի հետ դու պետք է դառնաս մեկ ամբողջություն։ Սխալ չբացատրեցի ու քարտաշ, քաջի կապերով սխալ չեմ ասում։ Ասում եմ, ապա հələ որ ճիշտ ես ասում։ Շատ լավ, ուրեմն հիմա կասես ինձնից կախված է լավ քար լինելը, թե ոչ։ Թե մենակ Աստծուց է կախված, վարպետից է կախված։ Քեզնից էլ է կախված։ Որովհետև եթե դու ճիշտ քար չեղար, ճիշտ գույնի չեղար, քո չափը արդեն տեղից ցածր եղավ, դու քար ես, բայց առաջի շարքի համար չես։ Քեզ վարպետը կվերցնի, կգցի հետևի շարքը կամ էլ տեղն եկած կաթամի 10 կտոր կանի, որպես խիբար կօգտագործի։ Խիբարն էլ ապետ տանու համար օգտագործելու, բայց դու սրպատաշ չես լինի։ Ով է ուզում դառնա Աստծո կառույցի սրպատաշ քար, առաջի պլանում։ Ով է ուզում դասել Քրիստոսի կողքին, երկնավորների մեջ։ Ով է ուզում լինել 144,000 կույսերի պես Քրիստոսի կողքին ամեն տեղ։ Որ կույս չես էլ ոնց կլնես էլ։ Մի օր ես Պավել աղբորն ասի, ես չեմ կարող էլ կույսել եմ, խնդաց ասել, ուշացել ես։ Ուրեմն մեզ պետք է համապատասխանենք, որպեսզի վարպետը մեզ դնի այդ ճիշտ տեղում։ Ուրեմն մեծ տան մեջ, արդամ երկրորդ Տիմոթեոս 2:20-26 խոսքերը։ Միայն ոսկյա եւ արծաթյան
մեզ տան մեջ ոչ միայն ոսկե եւ արծաթյան անոթներ կան, այլ նաեւ փայտյա եւ խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, կան, որ ոչ պատվավոր գործածության համար։ Եթե մեկը ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ։ Եթե կասեմ, թե ինչերից մաքրի։ Սրբագործված իր տիրոջը օգտակար պատրաստ ամեն բարի գործի։ Հիմա տեսեք, երիտասարդական ցանկություններից փախիր։ Մանրամասն փախնելու մասին աղին խոսել ենք, չէ՞, այստեղ ասում է փախի։ Ոչ թե գնա խրվի դրա մեջ։ Հետամուտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը, Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ գնա։ Խուսափիր հիմար ու անօգուտ վիճաբանություններից, իմանալով որ դրանք կռիվներ են ծնում, Տիրոջ տարան պետք չէ որ կռվի, այլ լինի բոլորի նկատմամբ մեղմ, ուսուսանող, անողակալ, հակառակողներին հեզությամբ խրատի, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու համար, եւ սատանայի որոգայթից զգուշանալու, որով դրանք բռնվել են դրա կամքը կատարելու համար։ Այսինքն ես բոլոր բացասական բաները որ կարդացի, եթե կուզեք սրանք գումարեք, կարդացեք Գաղատացիների 5-րդ գլխի 19 խոսքից մինչև 22 խոսքը գրած է մարմին պտուղների մասին, վատ արատավոր երևույթները, եւ Պողոս Արաքյալն ասում է այսպիսի բաները գործողները մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստծո թագավորություն չեն մտնելու։ Չեն մտնելու։ Աստծո ասում է չեն մտնելու։ Մեկն ասում է մտնելու են։ Ինչ ուզում ես հարամ մտնելու են։ Ոնց որ Ռոմեի եղբայրն անցանքան որ իր պատգամի մեջ ասում էր մեկը վիճում էր ասում էր ինչ ես արա մեղքը մեղ չէ երկինք ես մտելու Տերը արիլա քո համար վերջ սրանք են սատերն են սրանք են հիմար կույսերն են որոնք վաղը փաստի առաջ են կանգնելու ու բոլոր նրանցով իրաց հետից որ տանում են հետո խայտարակ են դնելու գիտեք ինչ որովհետև իրանց համար ասա խոսքը խոսք չէ իրանց համար ինչ որ մեկի հեղինակությունն է խոսք իսկ ավետարանը մեզ ասում է եւ հակառակողներին խրատիր հեզության հոգով, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու եւ սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են, նրա կամքը կատարելու։ Մարդը կարող ամբողջ կյանքում լրիվ սատանիզմ քարոզի իր վարդապետությունը, բայց հույսը դրել է, որ կմտնի Աստծո թագավորություն, որը այդպես ցավոք սրտի չի լինելու։ Իսկ այստեղ ասում է, եթե մեկը ինքն մաքրի այս բաներից, ապա կլինի պատվի անոթ, սրբացված, Տիրոջը օգտակար եւ պատրաստ ամեն բարի գործի։ Ինչպես որ սրբատաշ քարն է դնում տանճակատի քար որպես, այդպես է ձեր տան մեջ դուք ամեն անոթ հանում դնում եք սերվանդի գլխին։ Սերվանդը մի չեն օգտագործում, մի վաղ օգտագործում են, էլի, ապակեցին։ Որ անոթեր դեք դնում այնտեղ Խրուստալից բաժակները, խրուստալից վազերը, չէ, այդ սիրուն բաները եք շարում, որպես պատվավոր անոթ։ Երբ եք օգտագործում դրանք, երբ որ թորնիկները տեկել են, չէ։ Հաստատ չէ։ Երբ որ հյուր ա եկել տունը, պատվավոր մարդկանց պատվավոր նպատակով։ Տան մեջ մենակ խրուստալից բաժակներ չեն, կան նաև գարշոկ, երեխեքին գարշոկ օգտագործել եք սի։ Որ գարշոկ օգտագործում պրտում եք, հանում դնում եք սերվանդի գլխին, չէ, տանում դնում եք իր համապատասխան տեղը։ Այսինքն Տերն ասում է, եթե դու ուզում ես եկեղեցու լինես պատվավոր անոթ, նոր որ ես կարդացի, այս բաներից մաքրվիր, մարմին պտուղներից մաքրվի եւ պատվական անոթ կդիտարկվես, Տերը կնայի, որ հարմար է սրբատաշ քար առաջի բանում դնելու կդնի։ Եթե չէ, կարող ես մի հատ խիբարել պետք չի գաս, որտեվ քարկաս խիբարի էլ պետք չի։ Ուրեմն լավ է հիմքը որ ճիշտ է, բայց մենակ հիմքը բավարար չէ։ Միթե պատերը կարևոր չեն, ամուր տուն ունենալու համար իհարկե կարևոր են։ Միթե առաստաղը կարևոր չէ, հա? Արմա եղբայր, առաստաղը կարևոր չէ, ճիշտ լավ տուն ունենալու համար։ Կտուրը կարևոր չէ, գրիշ որ անում են կարևոր չէ, թե այ Ամերիկա շիֆր բեֆրա խապի որի այդ պատայի, չէ։ Ամբողջ կառույցն է կարևոր սկզբից մինչև վերջ։ Եվ որ երկրաշարժ եղավ Լեննականում, Գյումրիում, ես եղել եմ այնտեղ էլի, գրեթե բոլոր բարձրարկ շենքերը փլվեցին, գրեթե բոլոր։ Մի քանի շենք էս մանի համար մնացել էր նմուշները ծռված, մռված արդեն, որ հետո նորից պիտի քանդեին, որտեղ իրանք պիտանի չէին։ Ինչու փլվեցին այդ շենքերը։ Մի հատ հիմք չէր քանդվել։ Բայց հիմքը չէ, ոնց էր մնացել։ Հիմքերը մնացել են շենքներ քանդվել։ Գուցե հիմքը լավ է եղել, կառույցը լավ չի եղել։
Բայց ժամանակ որ ցեմենտները գողանում էին, դու էլ առնում էիր էժան, բերում թափում էին այաթը դեթում էին, այդ որտեղից էին բերում։ Բա որ արմատուրաները բերում ծախում էին էժան առնում լսում էիր տներ ասում էիր կօգտագործեմ ուրախ, այդ որտեղից էին բերում։ Թալանում էին կառույցները։ Պրարաբներն ու ինժեներները հարստանում էին, մինչև մի օր այդ ամեն ինչը փլվեց ամբողջ ժողովրդի գլխին։ Ոչ մի շենք չդիմացավ։ Բոլորը փլվեցին։ Տասնյակ հազար, 25,000 մարդ զոհվեց։ Դրա համար շատ մի ուրախացեք էժան բաների վրա, ուրախացեք ճիշտ բաների վրա, որովհետև այդ կառույցը պետք է ճիշտ լինի։ Ամեն անգամ, երբ որ ես մի փողոց կանցնում եմ, այդտեղ մի հատ տուն կա։ Ունի սրբատաշ քարովել շարված տուն է, բայց իրարից բլվում է, մի 10-15 ճաքերի է բաժնված։ Տեղ կա որ ձեռդ մտցնես կմտնի ճաքից ներս։ Այդ պատերը ինչի իրարից բաժանվեցին։ Ես ուշադիր նայել եմ, ասել եմ, դի նայեմ սխալները որն է։ Մենք այս շինարարություն որ շատ արենք, ամենը դարձել ենք շինարար։ Ուրեմն նախ սկսեմ պատերից։ Քարերը որ տնում են, էսենց են տնում իրար վրա, էլի էսենց տնում են, որ մի քարը մյուսին կապ է դառնում։ Դեռ կասենք մի սանտի, կես սանտի, որպես իբր դրա համար բանա ծառայում։ Համար մեկ առաջինը, որ դա չի պահում են քարին, իրարից կբաժանվեն դրանք վաղ թե ուշ։ Երկրորդ, կտուր չկա։ Ամբողջ կտուրը քանդու քարապեղած, անձրև որ կա, ոնց կա, դες լսում է տան մեջը։ Անձրևները եկան, մեղավոր էին անձրևները, ինչ եկան այդ մարդու տան վրա։ Բայց դու չգիտեիր, որ այդ մարդու կտուրը խախուդ է։ Սխալ է, անձրևը սխալ բան է, էլի։ Պետք է անձրևի դեմ պայքարենք մենք։ Փոխանակ կտուրը վերանորոգեն։ Տունը կաթում է ջուրը, տաշտ են դնում այդ կաթոցի տակը, որ չկաթա այդ անկողինի վրա։ Հետո այդ կաթոցները վերածում են ջրի մեջ շիթերի, հետո ամբողջ ջուրը գալիս է տան մեջ ու մի օր այդ տունը փլվելու է հաստատ այդ անմիտների գլխին։ Հիմա կասեք ինչի՞ ես ասում անմիտ, որովհետև այդ տունը ըստ պատշաճի չի կառուցվել։ Կտուրը դել վերանորոգի ու կաթոցները կդադարեն։ Հետո ջուրը չի լսվի պատերիդ մեջ, որ ծմերակը սառիկը սխմեկը տրակցնի պատերդ, ամառակը լսվի, ծմերակը սխմեկը տրակցնի, հետո պատերդ կամած իրարից կսկեն բաժանվել։ Քո հիմքն էլ որ խախուդ էր, այդ տունը պետք է փլվի մի օր։ Ում ներպետ քո սրբատաշ կառույցը։ Ցեխից սարկած տունը չի փլվում։ Քարից սարկած տունը փլվում է։ Որովհետև այն ցեխից տունը իմաստուն մարդ կառուցեց։ Այդ սրբատաշ տունը անմիտ մարդ։ Այսպես էլ կարող է լինել մեր հոգևոր կառույցը։ Պողոս առաքյալն ասում էր, որ ես իմաստուն ճարտարապետի պես ամուր 5 դրեցի, բայց մեկ ուրիշն է որ կառուցելու է։ Ու ասում է ես չգիտեմ ինչպես է կառուցելու։ Դուք տեսեք Պողոս առաքյալը ցավով էր գրում, ասում է ես իմաստուն ճարտարապետի պես դրեցի եկեղեցու հիմքը։ Ինձանից հետո ես չգիտեմ կառուցողն ուրիշ մարդ է լինելու, հիմար է լինելու այդ կառուցողը թե իմաստուն, չգիտեմ։ Կառուցողից շատ բան է կախված։ Միայն հիմքը բավարար չէ։ Սողոմոնը իր ժողովող 2-րդ գլուխ 18-19 խոսքում տեսեք ինչ ասում։ Եվ ես ատեցի արեկագիտակ արած ամբողջ աշխատանքս, որ թողելու եմ ինձանից հետո եկող մարդու վրա, եւ ով գիտի ինքը իմաստուն պիտի լինի թե հիմար, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի, եւ որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեկագիտակ, սա էլ է ունայնություն։ Սողոմոնը կառուցեց շատ գեղեցիկ, թեկուզ ինքն էլ վերջում հիմարությամբ ավարտեց իր կյանքը, բայց իր որդին Ռոբովամը քանդեց ամեն ինչը։ Իսրայելը բաժանվեց երկու մասի, 10 կես ցեղը թե 11-ը առանձնացան, մի ցեղ Հուդայի ցեղը մնաց իր կողքին։ Եվ այն պատճառով, որ ինքը չլսեց ծերերի խորհուրդը, այլ շատ կոպիտ պատասխանեց Իսրայելի ժողովրդին։ Ռոբովամը իմաստուն մարդ էր, տխմար էր։ Հավաքեց երիտասարդներին, ասեց դուք էլ խորհուրդ տվեք, երիտասարդներին ինչ պիտի խորհուրդ տան, ոչ կյանքի փորձառությունն են, ոչ բան։ Այսօր հնարավոր է եկեղեցում անգամ մարդիկ 100 ձևի կյանք ապրած մարդիկ, որոնք անցել են փորձությունների շրջանով, գիտեն լավը վատից ոնց տարբերել, ինչպես չսխալվել, չսայթակել, չի լսում իր հովին կամ մյուսին։ Այդում լսում է, հավաքում է իր շուրջը մի խումբ, սկսում է իրար խորհուրդ տալ, իրար բան արել, այսպես տոն տալ, շախատալ, ելնում եթում են իրանց սրտի ուզած գնացեք։
Դուք վաղը Ռոբովամի օրին եք հասնելու։ Որտեվ դուք իմաստուն չեք, դուք հրապուրվում եք մենակ դրսի երևույթներին։ Տեսեք Պողոս առաքյալը շարունակում է ինչ ասում, 10-րդ խոսքից կարդամ, առաջի Կորինթացի 3-րդ գլուխ 10-ից 15 խոսքը։ Աստված ինձ տրված շնորհքի համաձայն իմաստուն ճարտարապետի պես Աստծո ինձ տրված շնորհքի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի, բայց ուրիշն է որ կառուցում է նրա վրա, բայց թող ամեն ոք զգուշ լինի թե ինչպես է այն կառուցում։ Որովհետև ոչ ոք դրվածքից տարբեր հիմք չի կարող դնել, որ Քրիստոս Հիսուսն է։ Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու եւ Երևան հանվելու։ Ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Այսինքն քամիները փչեցին, անձրևները եկան, ջրերը բարձրացան։ Կգան փորձություններ, որ պետք է ստուգի քո կառույցը կմնա, թե չի մնա, սա հարց է։ Եվ եթե մեկի գործը հաստատում նրան վարձ կստանա, իսկ եթե մեկի գործը վնաս կրի, ինքը պիտի փրկվի, բայց այնպես որ կարծես թե կրակի միջով։ Ես չգիտեմ ինչ հույս է տալիս, բայց ամեն դեպքում այդ քո նաղդը նիսյայի հետ մի փոխեք, մի թողեք վաղը տեսնես ինչ կլինի։ Մարդկա ես օրերում չի պատրաստվում հափշտակության, ասում է հափշտակությունից հետո որ մնացին գտնե մի բան կանենք։ Քշա բետուր կբացվի։ Այդ որ ես լի օրերում Աստծո շնորհքը կա, Սուրբ Հոգին կա քո մեջ, եկեղեցին կա, քեզ օրհնողներ ու օժանդակողներ հազար ձևի կան, դու չես կարողանում անել, վաղը որ եկեղեցին վերցվեց Սուրբ Հոգին էլ հետը ների ամբողջ տիրապետություն ընկավ քո վրա, դու պետք է այն ժամանակ կարողանաս ապաշխարես, որ միսդ բերանդ կտա, դու այդ ժամանակ կկարողանաս դիմանալ։ Մենակ անմիտ մարդա սրան համարձակվում համաձայնվել։ Ուրեմն հավատքը որպես ինք շատ է կարևոր, բայց հավատքը մեր կյանքի միակ քայլը չէ, այլ առաջին քայլն է եւ մեր հոգեոր կյանքի սկիզբն է ընդհանրապես եւ ոչ թե կառույցը։ Հիմա քրիստոնեությունը ոմանք բաժանում են երկու մասի։ Մի մասն ասում են հրճակեք Քրիստոսի կատարածները։ Ասեք Տերն այսպես արեց, ճիշտ է, Տերը մեր համար բերավ, ճիշտ է, Տերը հարություն առավ, ճիշտ է, Տերը նստած է որպես բարեխոս, ճիշտ է։ Քրիստոսի կատարածները ինչ որ ասեք, սրանք ճիշտ են։ Այո, Տերը արել է։ Բայց սա ասում է գնա անհավատ աշխարհին ասա, թե Քրիստոսը քո համար ինչ արի, որ ինքը գա Քրիստոսին եւ փրկագնություն ընդունի։ Բայց որ մարդը եկել է եկեղեցի, ամեն օր արի ասա Քրիստոսն էս արեց, այն արեց, սա իմաստ չունես տեղ ասելը։ Դու ես պետք է ասես նաեւ, բա ինքը ինչ անի։ Հասկանում եք, անհավատին հրճակում են Քրիստոսի կատարածները, որ գա Քրիստոսով փրկության, հավատացյալին արդեն այդ եկածին պետք է սովորես ինքը ինչ պետք է անի, որ աճի, հասունանա, հասնի Քրիստոսի կատարելության չափին ու չկորստի իր ձեռք բերածը։ Սրանք երկուսն էլ շատ կարևոր են։ Մենք որ սովորում ենք դպրոցում Աստվածաշնչյան մեզ սովորեցնում են, ասում են, կա կերիգմա եւ դիդակե, այդպես բնագրերում բառերը։ Կերիգմա նշանակում է Քրիստոսի կատարածները հրճակիր, դիդակե նշանակում է Քրիստոսի ասածները սովորեցրու։ Մենք սա իրարից պետք է տարբերենք։ Բարսա։ Հիմա հասա երկրորդ Պետրոսի թղթերում, որ չգիտեմ էլ էստից կանգնեմ, թե շարունակեմ։ Օգնեցիք, եթե օգնեցիք ասեք, եթե չեմ ուրեմն մի քիչ պետք է գնամ։ Բայց ախր որ գնամ շատ է։ Լավ եկեք մի քիչ հարցեր ունեք տվեք վերջացնեմ ստեղով, այսօր։ Չեմ ուզում էլի արագ վրա տամ ու անցնեմ, որտեղ հենց կառույցի մասին պետք է խոսենք, երկրորդ Պետրոսի այդ առաջի գլուխ 5 խոսքից, որ ձեր հավատքի վրա որպես հիմք ավելացրեք առաքինության վրա գիտություն, գիտության վրա շուշկալություն, շուշկալության վրա համբերատարություն, համբերատարության վրա աստվածավաշտություն, նրա վրա եղբայրասիրություն եւ սեր։ Այս этаպը պետք է մենք անցնենք։ Ինչ են սրանք։ Սրանք հենց մեր հոգեվոր կյանքի կառույցներն են։ Հիմքը հավատքն է, բայց կառույցը իմ թվարկածներն են, որոնց վրա մեկ կառնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Եվ մենք ունենք դա, թե չունենք։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ եթե դուք սրանք ունեք, եղբայրներ, ջանք արեք
որ ձեր կոչումն ընտրությունը հաստատեք, որովհետև այս անելով պիտի բնավ չվրիպեք, որովհետև ձեզ առատորեն պիտի շնորհվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը մտնել։ Եթե կարևոր չլիներ, սրանք չէր շեշտվի։ Ուզում ես մտնել Քրիստոսի հավիտենական թագավորությունը, բայց չես ուզում ասես այդ этаպով։ Ամբարիշտ եկել ես հավատքի, ուզում ես ամբարիշտ գնաս երկինք։ Մեղքերով եկար հավատքի, մեղքերով ուզում ես գնաս երկինք։ Խաբեությամբ, ապականությամբ, ամբարոյությամբ եկար հավատքի, այդպես ուզում ես մտես Աստծո թագավորություն, բայց Քրիստոսի կատարածնի չէ, եկա պրոստո քո մեղքը արդարացնելու։ Դու այդպես դատարան տեսել եք, որ մեղք արդարացնի։ Եվ Աստված վաղ որպես ահեղ դատավոր կդատապարտի մեղքը մեղավորի հետ միասին, ովքեր չընդունեցին այդ փրկագնությունը։ Իսկ Քրիստոսին ուսացողները, որոնք մաքրվեցին, սրբվեցին, ովքեր են սրանք, որ գալիս են ասում, սրանք մեծ նեղություններից եկան, ովքեր մաքրվեցին եւ սրբվեցին, արդարացան գառնուկի արյունով։ Եվ արդարացան արյունով, եւ արդար ապրեցին։ Եթե կարևոր չի լիներ, չեր ասի, ով արդար է, թող ավելի արդարանա, ով սուրբ է, թող ավելի սրբանա, ով կեղտոտ է, թող ավելի կեղտոտվի, ով ամբարիշտ է, թող ավելի ամբարիշտանա։ Ահա ես շուտով գալու եմ, իմ վարձքերը ինձ հետ են, որովհետեւ իրականությունին հատուցեմ ըստ իր գործերի։ Իմ վարձքերը ինձ հետ են։ Մի վարձքի մասին չի ասում։ Եվ վարձք առասարակ հոգնակի թիվը ցույց տալիս։ Յուրաքանչյուրին ըստ իր գործերի նշանակում է տարբեր են լինելու վարձատրությունները։ Անիրավությանը իր վարձը տալու, արդարությանը իր վարձը տալու։ Եվ այս քաղաքից ներս պիտի չմտնեն, թվարկում է մի շարք մեղքեր, որոնց մեջ նաև մտնում է ստախոսությունը։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ սուտը սիրեցին, այս քաղաքի դարպասներից ներս պիտի չմտնեն, կամ դռնից ներս պիտի չմտնեն։ Հիմա մենք ուզում ենք մտնել Աստծո թագավորություն, եկեք ուշադիր լինենք այս բոլոր բաների նկատմամբ։ Դժվար է, մենք չենք կարողանա մարդկորեն այսպես ամբից ու անդրատ ապրել, բայց կա դրա համար ապաշխարություն։ Դրա համար կա հոգևոր կյանքի մեջ առաջ շարժվել, հասունանալ։ Դրա համար մեր կյանքը Աստծո հետ համատեղ ապրելու, մեր աղոթքները, մեր աղաչանքները Աստծո առջև բերելու եւ Աստծո խոսքով զորանալու, հարստանալու, սպառազինվելու, որպեսզի վաղը կարողանանք չարորում դեմ դնել չարին։ Իսկ եթե ոչ սատանան մեզ ամեն մեկից այս բողոքաշարերը ջարդելով կանցնի առաջ։ Այն որ դու պարտենում ես խփեմ, ջարդեմ, պշտեմ, այդտենց չի։ Մի խաբդվեք։ Այս պատերազմը շատ լուրջ պատերազմ է։ Մենք էլ ենք ասում, խփենք, ջարդենք, պշտենք, այսպես կանենք, լրիվ տվեցինք գնացերներիցս։ Այդ պարզենկոտություններ, որ չպարզենային, կպատրաստվեին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Տերը օրհնի ձեզ։ Այսօրվա համար այսքան։